Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, առավոտից հիստերիայի մեջ ընկավ ազգակործան պատուհասը կամ ինչպես կասեր, հույս ունեմ, որ մի օր կասեմ, չէ, լուսահոգի չի լինի ասել, չի պետք է ասել լուսահոգի Ալիևն է ասել, ինչ սատանայահոգի, որ Սատկի Ալիևը, ոնց որ ասել էր Ալիևը հարբեցող ծաղրածուն կամ ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասել, ինչ անում կզացրել է ում համբալ, հա, համբալին, ուրեմն այսօր բժշկուհի առերեսվել է իր հետ, շատ հստակ հարցեր է բարձրացրել, ընդ որում բավականին հեղինակություն վայելող բժշկուհի է, մեծ վաստակ ունեցող բժշկուհի, որ ասում են վաղուց էր երազում հանդիպել, պատերազմի Այդ հետո կորցրել է, անհայտ կորած է Բարձրաշրջանի եղբայր Սպան եւ առերեսվելով Նիկոլի հետ այն ինչ որ ես կարծում եմ մեր ժողովրդի 90%-ը մտածում է, մի մասը մտածում է, բայց չի գիտի, բայց չի ուզում դրա մասին մտածել, մի մասը հստակ մտածում է, բայց չի արտահայտում, մի մասը մտածում է արտահայտվում է, մի մասը ընդհանրապես նեղ շրջանակներում է կիսում, այդ ամենը ուղղակի շպրտեց Նիկոլի դեմքին։ Մենք այսօր արդեն երկու անգամ դա ցուցադրել ենք, մեր կացրեց ուղղակի Նիկոլին, որ ինքը դավաճան է, երկիրը հանձնել է, կործանել է, այսքան ճակատագրեր սա, իսկ սա անգամ հիստերիայի մեջ եւ բացարձակ ինչ որ անհեթեթ բաներ է խոսում, կգնամ սրանք սատկացնեմ, նրանք կծեփեմ, չգիտեմ, իրան բոլորովին իր մեղքերի հանցագործությունների մասին է խոսում, ինքը գցեց սրա նրա գրպանը եւ ճիշտ էր ասում Ռոբերտ Քոչարյանը, թե ինքն ասեց, թե Աղման Վարդանյանը, որ փաստորեն ով որ ասում է, որ քեզ կզացրել են համբալ, այս դրան բան չի, դրանց է դիմ, բայց այն ով որ իրականում իրան այդ վիճակի մեջ է համբալի կարգավիճակում ապահում կամ կզացրել այս ներողություն եմ խնդրում եմ որ այս բառերը կրկնում եմ եթերից այդ մարդկանց Ալիևին ինքը ոչ մի բան չունի ասելու ունեք այսպիսի իրավիճակ խնդրեմ հա շնորհակալ եմ այստեղ ասելու բաներ շատ կան հերթով փորձեն գալ Երևի ամենակարևորը կարող եմ մի քիչ հեռանամ թեմայից, հետո նորից մոտենամ, որ այս դեպքը ցույց է տալիս, որ ցույց է տալիս Մոսյան Արմինեի դեպքը, իդեպ մետրոյի միջադեպը, հետևյալն է, որ այս երկրում կա միայն մեկ հարց, դա ազգային հարցն է։ Ազգային հարց ասվածը կարող է հնչում մի քիչ աբստրակտ, ավելի կոնկրետ Արցախի հարցը։ Եվ հիմնական պրոբլեմը, հիմնական մեղքը, որ այս իշխանությունների վրա կա, ազգային հարցն է։ Դրա համար իրանք հունից դուրս են գալիս հենց այդ ժամանակ։ Դրա համար իրանք մերկությունը քաղաքական իմաստով, հանցավորությունը, այդ ամեն ինչը դրսևորվում է հենց այդ ժամանակ։ Սա ցավոտ է իրականում, որովհետև կա մի տարածված սխալանք, որը շատ ֆունդամենտալ առումով է սխալանք, հիմա ժամանակը չի ների այդտեղ մտնել, ուղղակի եկեք կոպիտ ասած ոնց որ հավատացեք իմ խոսքին, որ դա սխալ է։ Պնդում է առայն, թե իբր Արցախի հարցը փակված է նույնիսկ Հայաստանի բնակչության, նույնիսկ արցախցիների համար եւ անիմաստ է քաղաքական պայքարի մեջ այդ հարցը բարձրացնել, օգտագործել եւ այլն։ Չէ, դա սխալանք է ժողովուրդ։ Հիմա եկեք երկար բարակ չհիմնավորեմ, ընդամենը հիշացնեմ երևի վերջի ամենա կարկառուն դրվագը, երբ որ Արցախի հարցը եղել է օրակարգում, այդ սրբազան պայքարներ, երբ որ բառացի էլ առանց աջ ձախ ընկնելու լայլայլույլույների կիսատ պռատ խոսքերի առաջնորդը շարժման բաղկատ սրբազան հստակ ասում էր ոսկեպարով Արցախ, դա ինձ անգամ էլ ինչ ասեր։ Եվ ամենագագաթնակետային շարժումը երևի դա է եղել, այս պայդրությամբ նաև վերջինն է, որտեղ նաև ինչ-որ իրատեսական հնարավորություն կար, կապ չունի ինչ աստիճանի, բայց կար իշխանափոխության եւ այլն։ Հիմա 25 թիվը մեռած գնաց առանց որևէ շարժման, ամբողջ տարին ազգային դաշտը ծախսեց ներքին երկպառակությունների վրա, մեծ հաշվով հետայաց արդեն էական էլ չի, ով սկսեց, ով պատասխանեց, ոչ թե որ չի եղել սկսող եւ պատասխանող, բնականաբար եղել է, բայց դա արդեն էլ էական չի, անցած գնացած բան է։ Եվ այդ տեմպերով մենք մուտք գործեցինք 26 թվական։ Ես առաջարկում եմ մի հատ մտավարժանք, եթե մենք մի բան մոռանանք ազգային հարցի մասին,
ու էլ եմ ասում, որպես ինքը շատ abstract չհնչի, ազգային հարցն է, առաջին հերթին Ղարաբաղն է, չգիտեմ, QR դարձած Մեսրոպ Մաշտոցն է, Մասիսարն է եւ այլն։ Սա ավելի հիմա sense շոշափելի ձևով։ Ազգային հարցը եթե հանում ենք, Տիկին Թովմասյան, տակը ինչ է մնում։ Ինչ խնդիր կա այս իշխանությունների եւ նրա պարագլող Նիկոլ Փաշինյանի հետ։ Ոչ մի խնդիր, հավատացնում եմ ձեզ։ Դուք էլ եթե այսպես մի բա ներհայեցողությամբ ինքներդ ձեր մեջ մտածեք, անկեղծ իրոք ոչ մի խնդիր չկա։ Երկիրա ազգային հարցը հանած։ Ազգային հարցը հանած։ Հիմա դուք ինչ ասեք ազգային հարցից է առնելով։ Մասիսար ասեք, Զոհեր ասեք, Ղարաբաղ ասեք։ Թալան եմ ասելու, տե գիտություն եմ ասելու։ Թալան, տգետ, փողոցից եկած, աննկարագիր, անկիրթ, բոլոր ոլորտները ավիրած, ոնց հազարու մի հարց կա, ազգային խորքային այո հարց է, բայց նաև բազմաթիվ ուրիշ այդպես մնացածը ճաշակի հարց է։ Մնացածը արդեն դառնում է թոշակ, ով ինչքան կկայանա բարձրացնի, առողջապահություն, տնտեսություն, որը կարա մի քիչ լավ է, մի քիչ վատը է։ Ազգային հարցը գոյութենաբանական էգզիստենցիալ բանի արժև է մեզ կանգնեցնում եւ որտեվ եթե որովհետեւ ինքը հարվածում է, հա, դրանից հետո բան չկա, բայց մնացած հարցերը կոչվում են կյանք ուղղակի։ Դե հիմա եկեք նայենք այդ առումով էլ են իրենք ավիրում։ Դե հիմա եկեք նայենք որտեղ են իրանք միակ դիսկոմֆորտը զգում։ Իրանք միակ դիսկոմֆորտը զգում են ազգային հարցի դեպքում, որովհետև այդտեղ իրանք ամբողջությամբ բոբիկ են։ Ես մի քիչ համաձայն չեմ նաև Թալանի հարցում, երբ որ Թալանի հետ կապված խորքային գնում էի, իհարկե այս ուղղությամբ այդքան լավ չի աշխատում ընդդիմությունը, բացահայտում են իրենց ահռելի գումարները, Թալանները, իրենց օլիգարխները, հենց մեզ կամ դատի են տալիս, կամ հարձակվում է, կամ ընկնավորվում է, այսինքն այդ Թալանն էլ է իրենց Համաձայն եմ, բայց ամենա Դե բնականաբար ազգային հարցն է այս համար։ Բայց ցավոք մի վիճակ է ստեղծվել, երբ որ մենք ընտրական process-ի մեջ ենք, մենք ասելով ես ու դուք չէ, երկիրը եւ ընտրությունների ժամանակ հաշիվը ամեն մեկ մարդու քվեն։ Տեսնում եք, մեր հաղորդումներին ամենտեղ այս գովազդը մտնում է։ Նորից զգուշացնում եմ, այս գովազդները մեզ հետ բացարձակ կապ չունեն, իրանք ուղղակի ավտոմատ գալիս են։ Այո, գալիս է, դուք նկատի ունեցեք, որ ահաբեկչությունը բոլորիս նկատմամբ բոլոր ուղղություններով շարունակվում է։ Խնդրեմ։ Հիմա վերադառնալով, հա, ընտրական ճանապարհի մեջ ենք եւ ստեղ ինչ է ստացվում, որ ընդդիմությունը ինքն էլ ես վստահ եմ եւ Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը վստահաբար համաձայն չեն այս վիճակի հետ, նկատում եմ ազգային հարցի ու վստահաբար լավ էլ կուզեին, ասենք Բաղդադ Սրբազանի պես իրանք էլ նույն բանը ասեին։ Բայց ելնում են այդ հայտնի վիճակից, որ մարդիկ պատերազմից հոգնած են, վախեցած են, որ Արցախը միանգամից ասոցացվում է պատերազմի հետ, որովհետև անկախ կրթական աստիճանից ցանկացած մարդ որ մտածելու կարողություն ունի քիչ թե շատ հասկանում է, որ առանց պատերազմ դա հետ չի լինելու բերել, եւ առանձնապես այդ թեման չեն շոշափում, որովհետև ժողովուրդը վախեցած է, բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովրդի մեջ այդ վախը մցրել է բանը, մցրել է այս իշխանությունը, մցրել է Ալիևը այս իշխանությունների ձեռքով։ Մենք գալիս ենք այստեղ մի հատ փակ խնդրի։ Դրա համար ելի եմ կրկնում, այս պատմությունները հալալ է այս կանանց առաջ ենք ունեցել ձեր տաղավարում խոսելու եւ Մոսյան Արմինեի դրվագից եւ Տիկին Սողոյանի դրվագից, որտեւ իրանք մերկացնում են մի բան, որը անհնար է ծածկել քողարկել եւ այդտեղից էլ առաջանում են այդ ջղաձգումները։ Ու այդ ջղաձգումները մատնում են հիմա մեր մոտ վերնագիրա, չէ՞, դրած շատ այսպես ամպագորգոր բառերով, բայց բնավ ամպագորգոր չի։ Այդ ջղաձգումները մատնում են ինչ որ Հայաստանում կա։ Հիմա դեք մարդը ասում է անիմաստ է կրկնել, բնականաբար չեմ կրկնելու, բայց փաստացի է, այսինքն էլ բռնության քարոզ, էլ ատելության խոսք, էլ պաշտոնական դիրքի չարաշահում էլ չի, վերազանցում էլ չի, չգիտեմ ինչա, ուղղակի պարզ բան է, այսինքն ու մենակ էս չէ։ Նաև օրեր առաջ չեմ հասցրել հետևել, միգուցե ձեր տաղավարում դրան անդրադարձ եղել է, կապված է վարորդական իրավունքի վկայականների վերաթողարկման հետ, գիտեք, ասենք միշտ ինչ որ մի չափ ամեն ռեժիմ փորձում է պահի,
օրինակ Ստալինի ժամանակ ոնց էր, չէ՞, մարդկանց որ պիտի տանեին գնդակահարության, վերջում ծեծով ջարդով ստիպում էին, որ ինքը ստորագրի մեղադրական եզրակացության տակ, որ ընդունում է մեղքը։ Ընդ մարդ չկա արդեն, ծեծված, ջարդված, արյուն լվիկ բան, բայց ստիպում էին ստորագրի, որ ձևական կողմը պահեն։ Ախպեր ես այս կոստորագրությունը չի։ Всё, անցանք առաջ։ Կոստորագրությունը ընդունել ես մեղքդ։ Հիմա ասենք կարգ գոյություն ունի այդ անդերը ստանալու։ Փաստացի մարդը բառացի հայտարարում է, այլ ուղիղ էթերում է Facebook-յան ստատուսով, որ օրենքը ինքն է։ Սրանից այն կողմ սահմանադրական կարգի տապալում, սրանից այն կողմ իշխանության յուրացում, անհնար է ուղղակի պատկերացնել։ Ու այստեղ հարցը մենակ բանը չի է, ես իդեպ լիքը մարդ գիտեմ, նաև ընդդիմադիր այսպես հակվածությամբ, պարզ քաղաքացիներ, որ սրանով իրանց սիրտը շահեց ինքը, ասում են հա դե գնալու ենք Իրան ընտրենք, այս պրավաների հետ կապված, բայց դե մեր խնդիրն է հիմա նաև բացատրել, որ մարդը, որ մեկ ինչ-որ միտեղ օրենքը ծալում անցնում է առաջ, օրինակ օրենքում գրած է, որ Հայաստանը իրավունք չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում, տենց օրենք կա 92 թվից էլ ինքը ճանաչում է, դրանից հետո ամեն ինչ ինքը կարա բան անի, ամեն ինչ կարա Իրանով անի ու իդեպ, երբ որ ինչ-որ մեկը կանգնի ասի հոպ ես ինչ ես անում օրենք գոյություն ունի, գիտեք իր պատասխանը, եթե դեմ եք հեղափոխություն անեիք։ Սա դասական բռնարարի բան է, բռնարարի քաղաքականություն է, ոնց որ մարդուն շղթաներով կապես այս պարավոյին, բերանն էլ սկոչով իզալենտով փագես, հետո ասես բախի չես ձեն հանում, այսքան էլ քեզ հայոյում եմ, էլ խփում եմ, միացան չեմ աղան մասին երեք պաստառների։ Իմացա եւ պարտք եմ համարում հիշատակ էլ թեկուզ այսպես բառացի, որ քաղաքացի, որը առերևույթ, այսինքն դե գործել չհասցրեց բացվի դատարանի վճիռ լինի դրա համար, պետք է ասել բան, ենթադրյալ առերևույթ, ասում են, որ բաներ արել, պաստառներ փոկել, ինքնասպան ա եղել հոգեբուժարանում, դե իրեն բռնի տարել են հոգեբուժարան, մարդը ինքնասպան ա եղել։ Եվս մեկ մա այս իշխանությունների խղճին։ Ինչի էսպես վերաշարադրեցի, որովհետև չեմ կարծում, թե բավարար է դեպքը այս ամբողջ ընդդիմադիր նախընտրական աղմուկի մեջ բավարար ուշադրության արժանացավ։ Իհարկե, այդ Զորաբյան նառանը լավ ձեր եթերներում ասում, եթե սալիներ նախկին իշխանությունների ժամանակ, հիմա այդ մարդու պաստառներով, դիմանկարով պաստառները արդեն հեղեղել էին փողոցները, դեսպանատների դիմաց ցույցեր էին, դե մի խոսքով եղած արդեն հասկանալի է թե հիմա ինչու արևմուտքը ուշադրություն չի դարձնում այս դեպքերին, բայց սա մարդկային մահ է, այդ մարդը կար, այդ մարդը հիմա չկա։ Այսինքն կա իրավական պատասխանատվություն, կա բարոյական պատասխանատվություն։ Հասկանում եք մարդասպանը ով է, որ ամբողջ օրը ձեզ ասում է, չգիտեմ, հիմա նայեք, հիմա տեսնում եք ինչ է մարդասպանությունը։ Առերևույթ պաստառ փոկել ես, անդադ պետք է սկզբունքորեն ասեմ, գործ այնտեղ չհասցվեց լինի էլի լսում։ Իսկ դու գիտեք իրենք քանի պաստառ են փոկել։ Գիտեմ։ Սամվել Կարապետյանը։ Առերևույթ պաստառ փոկելը ինքը վարչական իրավախախտում է։ Էդ էլ հələ պետք է հասկանալ պաստառը ճիշտ տեղում էր կպցված, թե չէ, օրինակ եթե մեկը բերի Թումանյանի արձանի վրա պաստառ կպցնի, ու պաստառը ուզում է ալնի։ Մյուսը կարող գնա հանգիստ փոկի, որտեղ 2021 սահմանված տեղեր կան։ Նիկոլին ձայն տվածներ այս մարդու մահը եւս ձեր խղճին է։ Իդեպ Նիկոլին ձայն տվածների մասին։ Եթե թույլ տաք։ Հիմա բոլորը միացել են, հիմա այսա ասեմ ու դու չմոռանաք, այն չէ, չեմ մոռանա։ Հիմա Ալենն է խոսել, ասել է ես երկրորդ նախագահին կզացնելու եմ, ես քիչ առաջ առաջարկեցի իրեն, դե տղա ես հայտարարի, որ Ալիև դու ասել ես 300,000 հայ ադրբեջանցի են բերելու, Հայաստանն էլ արևմտյան Ադրբեջանն է, դե տղա ես, Ալեն դեռ ռիսկ ունես, եթե կզած համբալ չես, ոնց որ ասում են ձեզ, կզած եք, համբալ եք, ինչ եք, ասա, որ Ալիև քեզ կզացնելու եմ, դե ասա։ Կամ Նիկոլ ասա, որ դու ասում ես 300,000 հայ են բերելու, Նիկոլ ասա 1 միլիոն հայ, որ փախել են, որ մազապուրտ եղած Բաքվից, Սումգայիթից, Արցախից, տղա ես, ասա ես էլ 1 միլիոն հայ, Ալիև քեզ կզացնելու եմ, համբալ Ալիև, քեզ կզացնելու եմ 1 միլիոն հայ բերելու եմ Ադրբեջան եւ Արցախ եւ հայկական պատմական այդ տարածքներ, ասա, չէ՞։
2000 Ռիսկ ունի, դե ճիշտ ասես Քոչարյան, ասում եմ փաստորենով իրան կզացրել է, համբալի տեղ պահում է, դրան ռիսկ չի անում, բայց մեկը որ ասում է դու Ալիևի համբալն ես կամ կզացես, դրան պատասխանատար։ Օրինակ ինչի, բա ինչի հարցը, օրինակ Ալենը մի հատ տեսնեմ մի օր կունենա, տես ռիսկ ասի։ Հա։ Ռիսկի հարցը չի ստեղ։ Ստեղ հարցը այն է, որ երբ որ մենք ասում ենք, որ այս ռեժիմը ինքը բնույթով կոլաբորացիոնիստական է, դա հնչում է արխայիկ, հնչում է երբեմն անհասկանալի, որտեղ այդ вообще ինչ է, հատկապես նոր սերունդը, որ սովետական դաստիարակությամբ չի անցել, բառը նույնիսկ կարող անծանոթ լինի, բայց դա իրականություն է։ Եվ ոչ մեկը կոլաբորացիոնիստին չէր ասի, բա դու ինչի ռիսկ չունես, ասենք գերմանացի նացիստներին, որ եկել մեր հողը գրավել են, իրանց թթու խոսք ասես։ Հիմա ստիպված ուրեմն երևի կարճ բարձաբանեմ առանցած եթերաժամանակը տալու։ Կոլաբորացիոնիստական էին համարվում այն ռեժիմները, հիմնական երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք փաստացի նշանակվում էին նացիստների կողմից գրաված տարածքներում իրենց իր ժողովրդին կառավարելու համար։ Ասենք գերմանացիները գրավեցին Ֆրանսիան, Վիշի ռեժիմը նշանակեցին, ասին հա մենք ճանաչում ենք, որ այս հարցերը դու տիրություն արա, բայց իրանք նշանակված էին Գերմանիայի կողմից։ Նույն ձև արևելյան ճակատում, այսինքն մեր խորհրդային ճակատում, Ուկրաինայում, Բելարուսում գրաված տարածքներում իրանք նշանակում էին կոլաբորացիոնիստական վարչակարգեր։ Նույն բելարուսներից, նույն ուկրաինացիներից դավաճաններ ընկած մարդիկ ամենտեղ միշտ կհայտնվեն։ Եվ այդ մարդիկ զբաղվում էին սեփական բնակչության հարստահարմամբ, սեփական բնակչության սպանությամբ, այդ թվում սեփական բնակչության ցեղասպանությամբ, ուկրաինացին ցեղասպանում էր ուկրաինացուն, բելարուսը բելարուսին։ Հիմա ոչ մեկի մտքով, երբ որ սովետը սկսեց այդ տարածքները ազատագրել եւ մինչեւ 80-ականներ, իդեպ ձեզ ասեմ, կոլաբորացիոնիստներին վերհանում էին, որտեղ շատերը ծպտվել հետ էին վերադարձել սովորական կյանքին, մինչեւ 80-ականներ հələ դատեր եւ մահապատիժներ էին լինում։ Երբ որ կոլաբորանտին, ասենք օրինակ Վլասովին բռնում էին, չէին հարցնում ասում, բա դու սովետական իշխանության դեմ էիր խոսում, ռիսկ չունեիր Հիտլերի դեմ խոսալու։ Այստեղ ռիսկի հարցը չի, այստեղ ստրուկտուրայի հարցն է, այդ մարդը այդ համակարգի անդամ է։ Ինքը դառնալով կոլաբորացիոնիստական ռեժիմ, ինքը այդ նացիստական համակարգի անդամ էր, ինքը որպես ինչպե Հիտլերի դեմ խոսար։ Իսկ ինքը ճշնամի, իսկ ինքը Ալիև է։ Ալենն ու Նիկոլ Ալիևն, հա, դա է նշանակում։ Հա, ինչ է նշանակում։ Նույնպես այս իշխանությունները իրանք լավ պատմականորեն եկեք նայենք, էլի։ Պատմականորեն իրանց էվոլյուցիան, որտեղ մեր դեպքում ամեն ինչ ավելի դաժան է։ Եթե այդ պատերազմի ժամանակ պատերազմը կարա մարդու ամենավեհ հատկանիշները ու ամենաստոր հատկանիշները վերհանի, բայց սովորական կյանքում դες միջակ մարդ էր, էլի։ Բայց պատերազմը ստիպում է, որ յա այս կողմ, յա այն կողմ։ Մեր դեպքում իրանք կոլաբորացիոնիստ են եղել կամավոր, դուք շատ լավ գիտեք։ Այսինքն իրենց ճնշմանի տակ էլի։ Ճնշման տակ չեն եղել։ Իրանք կներեք այդ մարդու հոդվածները 90-ականներից մինչև այսօր բացենք նայենք, ասենք նայեմ 2000, հա, 2001 թվականի հոդվածը կարդամ, ոնց որ այսօրվա իր տեքստերը լինի։ Ոչ մի տարբեր